Ցույց տամ ինչպես է գծագրվում, վերլուծեմ նաև, որպես ավելի հեշտ տարբերակով դուք դա հիշեք։ Նախագծելու եմ առաջամասի այս վզի հիմքի կետի բարձրությունը, սեղմոնը։ Այս տեսանյութը դրա մասին է, ինչպես գտնենք վզի փորվածքի այդ կետը, այդ բարձրությունը, կրծքի կենտրոնը ինչպես գտնենք իր չափերին մեզ հարկավոր։ Ինչպես մեջքի, պարանոցի հատվածի ձևավորման, այնպես էլ առաջամասի համար պարանոցի շրջագիծը եւ ուսի լայնությունը մեզ այստեղ նույնպես անհրաժեշտ է։ Չնայած նրա, որ մենք կարող ենք արդյունք հաշվարկները օգտագործել այստեղ, ինչ որ կատարվել է մեջքի ժամանակ։ Նոր չափ է մեր համար, դա կրծքի կենտրոնների միջև եղած հեռավորությունն է, որը չափում են պտկային կետից մինչև մյուս կետը, այսինքն այսքան հատվածը։ Դա մեզ հարկավոր է, որպեսզի այս սագիտալ մեջտեղի գծից մենք գտնենք կրծքի կենտրոնի հեռավորությունը, քանի որ մենք կիսամաս ենք կառուցում այս մեջտեղի կենտրոնական գծից։ Այսքան հատվածի համար, որ տեղը գտնենք։ Հաջորդ չափը, որպեսզի մենք գտնենք, ելի նորից ցույց տամ, սա մեջտեղի գիծն է, այսպես, եթե որտեղ կողքից է մեր մոդելը, սա առաջամասի մեջտեղի կենտրոնական գիծն է, որպեսզի մենք գտնենք վզի հիմքի կետ, այս կենտրոնական գծի այս վերևի մասը գտնում ենք այդ մակարդակը, որը ցույց է տալիս վզի հիմքի կետի այդ մակարդակը, եւ հետո նոր գտնում ենք այս լայնությունը եւ փորվածքն ենք կառուցում, այդպեսով մենք գտնում ենք վզի հիմքի կետը։ Այդ մակարդակի բարձրությունը մենք գտնում ենք այս չափով, սա արչեւի երկարությունն է մինչեւ գոտկատեղ։ ԴՏՊ չափն է ռուսերեն, հայերեն ես գրում եմ երկարություն գոտկատեղի արչեւի, ես այսպես եմ սովորել գրել, ոնց որ կա այդ օրինաչափությունը, օրինակ երկարությունների շրջագիր լայնություն ինչ ենք վերցնում, սկզբից գրվում են դա, հետո մինչև որտեղ ենք վերցնում կամ որ հատվածն ենք չափում, դա օրինակ այստեղ գոտկատեղի եւ հետո տեղն է ցույց տալիս մեջքից, արչեւից, կողքից, որտեղից։ Դրա համար ինձ սովորեցրել են այդպես գրել, ես էլ այդպես աշխատում եմ մինչ օրս։ Դուք գրեք հապավումները կամ ռուսերեն կամ գրեք ոնց էս հարմար։ Այս չափը չափելու ժամանակ զուգահեռ միանգամից չափում եք նաեւ բարձր կրծքի չափը, դա պետք է լինի վզի հիմքի կետից մինչև պտկային կետը կամ կրծքի ամենաբարձր կետը։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է длиннота переда եւ высота груди, այսինքն կրծքի բարձրությունը։ Ուրեմն մեզ մնաց, որպեսզի մենք վերցնենք նաեւ այն չափերը, գրենք այստեղ նաեւ այն չափերը, որի շնորհիվ մենք կարող ենք գտնել սեղմոնի խորությունը։ Սա կրծքի լայնությունն է։ Կրծքի լայնությունը չափում են թևատակից մինչև թևատակ, այսինքն կրծքավանդակի այս հատվածում։ Կրծքագեղձը մնում է այստեղ, կրծքագեղձի վերևի մասով, այսինքն սա կրծքագեղձի մակարդակն է։ Իսկ սա ընդհակառակը, սա կրծքագեղձն է, չափում են կրծքագեղձի ամենաբարձր մասով, ուղղակի սանտիմետրի ժապավենը, եթե այստեղ ես հիմա կրծքի կենտրոնը նշեմ, սանտիմետրի ժապավենը այսպես թեքվում է դեպի կրծքագնդի, այդպես ասեմ, էլ որ պատկերացնեք, դեպի թևատակի հատված, բայց թևատակ չեք հասնում, կողքի կարճ չեք հասնում, այլ թևատակի այս անկյունը որ կա, այդ անկյունից մտով վիճարագայթ եք իջեցնում եւ այդ դեր սանտիմետրի ժապավենը վերջանում է այդտեղ, այսինքն սկսվում է այդտեղից, պտտվում է եւ կրծքագնդի այս մյուս կրծքագեղձի մյուս այդ մի կողմը վերջանում է, սա կրծքի լայնություն երկրորդն է։ Սրանք անվանում են շիրինագրուզի 1, երկուսն այս որտեղ ոնց կտեսնեք գրված, կամ շիրինագրուզի բայշայա, այս երկուսները նույն բանն են, նույն չափն են։ Չափի նկարագրությունը ես այստեղ գրել եմ։ Այս չափը չափում է, երբ որ կրծքագեղձերը մեծ են։ Եվ կրծքի շրջագից առաջի երկրորդը ցույց տամ, դա առաջինը, երբ որ չափում են մեջքից թեակների վրայով, ստացվում է թեակների ամենաբարձր հատվածից միանշան ներքև ենք դնում սանտիմետրի ժապավենը, պտտվում է թևի տակով, թեք բարձրանում է կրծքագեղձի վերևի հիմքը, այսպես վերևի մասով։ Դա կրծքի շրջագից առաջինն է, երկրորդը նույնն է, հետևամասից, իսկ մեջքից էլի նորից թեակների վրայով, ամենաբարձրից մի փոքր ներքև, թևատակում թեք, բայց սանտիմետրի ժապավենը թևատակից գալիս է եւ իջնում է կրծքի կենտրոնների վրայով։ Եվ մոտավորապես որ պատկերացնեք, այստեղ, եթե մենք այսպես գծենք մի հատ էլ այդ մակարդակից, այսպես ժապավենը, որտեղ այս չափը վերցնում իրար հետևից, թևատակում այս թևով սխմում եք սանտիմետրի ժապավենը, որ չշարժվի եւ միանգամից վերցնում եք այս չափը։ Հիմա շարժություն դարձեք, կրծքի սեղմոնի խորությունը իրականում այս սա է ստացվում հաշվարկներով որ գտնում ենք։ Բնականաբար այս խորությունը մենք կառուցում ենք դեպի ուսի հատված։ Ես օգտագործելու եմ ահա սա։ Ի տարբերություն կիսաշրջագծի, շրջագիծը գրվում է OG, այսինքն окружность։ Որոշ տեղերում կիսաշրջագիծը հապավում գրվում է POG, полуобхват, կիսաշրջագիծ։ Ես մեծ ուշադրություն դարձրեցի չափերին, որտեղ տեղադրելը դա ամենահեշտ բանն է, չափերն են, որ պետք է ճիշտ կատարեք։ Ուրեմն առաջի գործողությունը, որ մենք կատարում ենք, դա մեր կրծքի կենտրոնների միջև եղած հեռավորությունը, տեղադրում ենք կրծքի գծի այս արչևի մեջտեղի այս կենտրոնական գծից դեպի աջ, այդ չափը իմ մոտ դա 10.5 է, ես այն նշում եմ։ Կետերի անվանումներ չեմ գրում, ուղղակի պատկերացրեք, սա կրծքի կենտրոնների միջև եղած հեռավորություններ։ Արագ ցույց տամ, ահա սա։ Իրականում այս գծից ներքև, այս կետից ներքև պետք է գծենք ուղղահայաց գիծ, այս գծի շուրջ բոլորը ոնց են ասում երկու կողմերը պետք է տեղադրենք սեղմոնի, այսինքն գոտկային սեղմոնի չափերը եւ այս գծի վրա նաեւ կտեղադրենք կրծքի կենտրոնը։ Հաջորդ չափը մենք այս մեջտեղի գծի վրա այստեղ պետք է տեղադրենք այս ԴՏՊ չափը։ Դրա համար այստեղ մենք տեղադրում ենք ԴՏՊ չափը, բայց գումարում ենք 1 սանտիմետր։ Սա այն թեքումների, խոսքով ավելացումը մեզ հարկավոր է, որպեսզի գոնե շեղումներ չկատարենք։
Բայց ցույց տամ նաև զբանաձևի ԴՏՊ-ին գումարում են ավելացում 1.3, իրականում այս ավելացումը այստեղ որ տալիս են, դա մենք կարող ենք այն նույնիսկ չտալ։ Եթե օրինակ ձգվող է եւ այլը, եւ այս մեկը կարող են չտալ, կամ 1 քանիսը կարող են չտալ։ Բայց եթե օրինակի համար ես հիմա ստացել եմ իմ չափը 40, նայ գտնեմ 44.3 է, ես գումարել եմ այս մեկը, ստացել եմ 45.3, այս 3-ը ես կցած կլորացնեմ, եւ կլինի 45.5, այսինքն կստացի, որ ես այստեղ ահա այսպես եմ ավելացրել։ Դուք նույնպես կարող եք աշխատել այս սկզբունքով, կարող եք ընդհակառակը ահա այսպես անել, թողնել 45-ը։ Այս ավելացումը ֆիքսած չի, դուք կարող եք աշխատել ոնց ուզում եք։ Ես ահա այսպես կարող եմ նույնիսկ գրել ձեր համար։ Այստեղ նշում եմ այդ կետը, եւ այս կետից դեպի մեջքի հետագիր, այսինքն դեպի ցախ, ես գտնում եմ այսպեսի մի հատ հորիզոնական գիծ, որպեսզի դրա վրա տեղադրեմ պարանոցի լայնությունը, ամբողջությամբ նույնն է, ինչպես հետևամասի համար, որ նախագծեցի։ Այսինքն բանաձևը նույնն է, պարանոցի կիսաշրջագիծը բաժանում են 3-ի, գումարում են 1։ Իդեպ ասեմ, եթե դուք ընդհանրապես այդ հաշվարկը չանեք, իմացեք, որ այն տատանվում է 7 սանտիմետրի կողքը, կարող է լինել 6.8, 7, 7.1, 2, 3, մինչև 5, այսպես կարող է տատանվել այս հավասարումը։ Այստեղ էլ կարող եք հիշել մի կարևոր բան, որքան որ լայնությունն է, օրինակ 7 սանտիմետր է, 7.1, ապա ներքև իջացնում ենք, այսպես ուղղահայաց գծով ներքև իջացնում ենք 8 քանից 1, 5, որքան որ այստեղ գումարում եք 1, ընդամենը 1 սանտիմետրով այս խորությունը ավել է լայնությունից լինելու։ Դա նույնպես կարող եք հիշել եւ աշխատել այդպես։ Ես հիմա օժանդակ գծել են սրանք, բայց գծեցի որպեսզի տեսնեք։ Ահա այսպեսի մի հատ գիծ եք գծում եւ կորականոնով կարող եք արդեն ձևավորել այս գիծը, սա փորվածքն է։ Առաջամասի այս կենտրոնական մեջտեղի գիծն է, այդ գծից կորը միացրեցի վզի հիմքի կետին։ Այս հատվածում էլ պետք չի ինչ-որ սուր անկյուններ ստեղծեք, իմացեք, որ սա մեջտեղի ծալքի գիծ է, եթե այսպես սուր վերջացնեք, կունենաք այսպեսի սուր հատված։ Դրա համար մտածեք նախքան ձևավորելը, որպեսզի կորը գեղեցիկ լինի, մի քանի միլիմետր այստեղ ունենա ուղիղ մաս։ Այստեղ ուղիղ անկյուն պահպանել պետք չի։ Հաջորդ մեր քայլը սա այս կետը, վզի հիմքի կետը ուղիղ գծով միացնում ենք այդ կրծքի մակարդակի վրա նշած մեր կետին, որը կրծքի կենտրոնների միջև եղած հեռավորության այդ կեսն է։ Այս գծի վրա արդեն տեղադրում ենք կրծքի բարձրությունը։ Ուզում եմ որ պատկերացնեք, վզի հիմքի կետ այստեղից, սա արդեն վզի հիմքի կետն է, այստեղից ցած որ տեղադրում են, գտնում են կրծքի կենտրոնի մակարդակը այդ գիծը։ Այս չափը շատ անհատական է, որովհետև կրծքագեղձի դիրքը ձևը լինում է շատ անհատական, կոնկրետ կարող լինել բարձր ցածր, եթե նույնիսկ դուք աշխատում եք ստանդարտ չափերով աշխատելուց հետո դուք պետք է այդ փոփոխությունները կատարեք մակետի վրա, իսկ գտնեք ստանդարտ ամեն ինչը, ու հետո նոր մարդու վրա գտնեք կրծքի կենտրոնի ճիշտ տեղը։ Լինում է նաև որ հագուստի ժամանակ գալիս են մի կրծքալով, որը բարձր է պահում դիրքը, դուք չափում եք, բայց գալիս են մեկ այլ ուրիշ կրծքալով կամ ընդհակառակը, վատ կրծքալով եւ այն դիրքը ներքև է պահում, հետո գալիս են հագուստը փորձելու արդեն նոր կրծքալով, որը կրծքի դիրքը բարձրացնում է վերև, եւ դուք ունենում եք, չգիտեմ, չնստող հագուստ այս հատվածում, որովհետեւ սեղմոնի գագաթը գալիս եւ վերջանում է ներքևի մասում, ճիշտ տեղում չի լինում եւ դրա մեղավորը կրծքալների տարբերությունն, այսինքն որը ստեղծել է կրծքի դիրքի, կրծքագեղձի դիրքի տարբերություն վերև եւ ներքև։ Եթե կա կրծքագեղձի միջև եղած տարբերություն, ի նկատմամբ մեծ ու փոքր, միշտ չափում եք մեծ չափով, որովհետև փոքրը դուք հետո պետք է հավասարացնեք մեծին։ Ուզում եմ ցույց տալ բանաձևը, լուսատագրուժի գումարած 1, այս ավելացում եք, եթե նախորդ այս գծերին ավելացրել եք, օրինակ բարձրություն ժամանակ, կրծքի այս ԴՏՊ-ի ժամանակ, այդպես ասեմ, ուրեմն այստեղ նույնպես ավելացրեք դա։ Դա վերաբերվում է նաև մնացած բոլոր գծերին, եթե բարձրությունն երկարությունն ավելացրել, ուրեմն այստեղ նույնպես ավելացնում։ Չեք ավելացրել, մի ավելացրեք։ Մոտ 30 սանտիմետր արդեն գումարած եւ ես նշում եմ կրծքի կենտրոնի տեղը։ Դրանք բոլորը օժանդակ գծեր էին, այսինքն որ օգնել մեզ կառուցենք։ Հիմա սեղմոնի մի կողմը ահա սա է լինելու։ Մինչև կրծքի կենտրոն։ Վզի հիմքի կետից կրծքի կենտրոն։ Գտնում ենք սեղմոնի խորությունը։ Բանաձևը այսպեսին է։ Եվ այստեղ մենք ստանում ենք 12-13։ 13-ը իմ մոտ է, այն լինելու է կրծքի սեղմոնի ընդհանուր այս խորությունը վերևի մասում։ Ցույց տամ թե ինչպես եմ ես այն տեղադրում։ Օրինակ 13 սանտիմետր է, այն պետք է լինի այստեղ, սա խորությունն է։ Այստեղ ես կրծքի կենտրոնում դնում եմ իմ այս սանտիմետրի ժապավենը, որը հավասար է մի կողմին, կրծքի սեղմոնի մի կողմին, ահա այդպես։ Եվ 13 տեղադրել եմ։ Այս չափը պետք է համապատասխանի այստեղ։ Միջայլոց ասեմ, որ կրծքի սեղմոնը, երբ որ ստացվում է մեծ, իսկ իմ բարեկամը այստեղ 50 ռազմանը մեծ է ստացվել, ասեմ, ես անկախ ամեն ինչից կարող եմ հանգիստ այն փոքրացնել։ Ուղղակի մի փոքր փոքրացնել։ Եվ վերջ։ Ու ոչինչից չվախենալ, որ չի ստացվի, չգիտեմ ինչ չի լինի, ուղղակի փոքրացնում եմ, որտեղ ինձ հարկավոր է, որպեսզի ես քիչ խորություն ունենամ։
Չհարաշահեք այս պահը, որովհետև պետք է զգաք, որ սա հնարավոր է կոնկրետ այդ կտորի համար։ Այստեղ ես չեմ փոխում։ Որպեսզի տեսանյութը շատ երկար չստացվի, առանց տեսանյութով ցույց կտամ, թե ինչպես եմ ես գտնում ուսի այդ հատվածը եւ ինչպես եմ ձևավորում թևատակի այս փորվածքը։